Մենք եթերում ենք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, ես միշտ իհարկե հաճույքով եմ հետևում բոլոր մշակութային օջախների ակտիվությանը, նորություններին, պրեմիերաներին, հաճելի է տեսնել նաև, որ պետական մեծ աջակցություն են ունենում բոլոր պետական թատրոնները, այն կառույցները, որոնք ունեն նաև պետական աջակցություն մշակութային մասով, բայց կրկնակի է զարմանքը, երբ տեսնում ենք մարդկանց, ովքեր պարզապես հավաքվել են մի գաղափարի շուրջ եւ առանց պետական աջակցության մարդիկ արարում են, ստեղծում են ու շարժվում են առաջ գրանցելով հաջողություններ։ Այդ մարդկանց պետք է արժանի մատուցել իրենց կամքի ուժի դրսևորման համար առաջին հերթին ու գաղափարի նաև Արար երգչախումբը հենց նրանցից մեկն է։ Արար երգչախումբը դիրիժոր Գոռ Մելքումյանի ղեկավարությամբ սույն թվականի դեկտեմբերի 24-ին Կոմիտասի Թանգարան ինստիտուտի համերգասրահում հանդես կգա շարք մտերմիկ եւ խոհական խորագիրը կրող համերգով։ Մանրամասները արդեն մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է Արար երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Գոռ Մելքումյանը, ում ասում ենք բարի լույս։ Բարի լույս սիրելի Գոռ։ Սկսենք մեր զրույցը դեկտեմբերի 24-ին կայանալիք համերգի մասին։ Մի փոքր կմանրամասնեք ինչ համերգ է, որտեղ է լինելու չնայած մի փոքր ընդհանուր խոսենք համերգի մասին։ Այո, դեկտեմբերի 24-ին, ինչպես նշեցիք, Կոմիտաս Թանգարան ինստիտուտում այս տարվա մեր երկրորդ այսպես մեծ համերգն է լինելու։ Այս տարվա մեր համերգները ձևավորված են որպես շարքեր, երաժշտական շարքեր, շարք մտերմիկ եւ խոհական այս համերգի խորագիրը, ես կանդրադառնամ կբացեմ մի քիչ փակագծերը, նախորդ համերգը շարք ասացումի էր, Արար երգչախմբի համերգները այսպես մտածվում են որպես առանձին մի գաղափարական միավոր, որտեղ ստեղծագործությունները սոսկ ընտրություն չեն, այսինքն չենք ընտրում պարզապես ստեղծագործություններ եւ հերթականությամբ այդպես կատարում։ Դրանք ունեն դրամատուրգիական, փիլիսոփայական, հոգեվոր զարգացում, կուլմինացիա եւ դրանք մարդկանց պետք է ուղղորդեն ըստ մեր պատկերացումների որևէ երաժշտությանը հասու ոլորտներ, այսինքն մետաֆիզիկական, բառից այն կողմ պատկերային, մտածողության եւ շարք մտերմիկ եւ խոհականը առանձնանում է մեր մյուս համերգներից նրանով, որ այստեղ մենք ընտրել ենք ստեղծագործություններ, որոնց միջոցով մի փոքր ավելի մոտենալու ենք սիմվոլների աշխարհին։ Այսպես ինչպես գեղանկարչության մեջ կա սիմվոլիկ դրսևորումներ եւ նաեւ գրականության մեջ եւ արվեստի մյուս ոլորտներում, երաժշտության մեջ էլ կան այդպիսի դրսևորումներ։ Մենք այս պարագայում երգի, մեղեդու եւ տեքստի ընտրության եւ նաեւ փոխկապակցված ստեղծագործությունների ուրեմն ընթացքով պետք է հասնենք այդ սիմվոլների աշխարհին, երբ ունկնդիրը համերգի ընթացքում պետք է մտահասու եւ զգայահասու լինի այդ սիմվոլների աշխարհին։ Բավական հետաքրքիր գիտակցական սանդղակ հիմա ունի երգչախումբը, իհարկե շնորհիվ ձեզ որպես ղեկավար եւ խմբավար։ Մենք գիտենք նաեւ, որ համերգային ծրագրի ընթացքում երաժշտական ոճի հետ կապված ենք շատ հարուստ, դասական երաժշտություն, հոգեվոր, ժողովրդական եւ ջազային, բայց սրա մասին րոպեներ անց կխոսենք։ Հիմա ես առաջարկում եմ խոսել են 13-ամյա պատմության մասին, որ եկել ու այսօր հաստատել եք մի սանդղակ, որ արդեն զգում եք, որ պիտի ունենաք խորագիր, պիտի առանձնանաք, պիտի հետաքրքիր լինեք դրամատուրգիապես, երաժշտականությամբ ու մատուցմամբ նաև, այդ մի փոքր պատմության մասին ինչպես ստեղծվեց, հա, ինչ միտք էր, ինչ շարժառիթ էր, որ ձեզ այսպես շարժեց։ Երգչախումբը ստեղծվել է 2012 թվականին, ես ուսանում էի մանկավարժական համալսարանում եւ նվագում էի ժողովրդական փողային գործիքներ։ Տարեվերջյան այսպես համերգի եւ ավարտական քննության ընթառաջ որոշեցի իմ նվագարաններից մեկը դուդուկը համադրել երգչախմբի հետ եւ հավաքվեց երգչախումբը շատ արագ, շատ այսպես ողջավորությամբ եւ այլևս ես հասկացա, որ ինքս հասել եմ այնտեղ, որ ինձ չի բավականացնում գործիքը որպես մեկնաբանման միջոց։ Ինձ ավելի լայն, ավելի խորը մեկնաբանման մի գործիք է պետք է վերջո երգչախումբը նույնպես երաժշտություն մեկնաբանելու մի գործիք է, սակայն արդեն ես հասկանում եմ, որ սա թերևս ամենակատարյալ գործիքն է կամ դրանցից մեկը, քանի որ բաղկացած է մարդկային ձայներից եւ մարդկային հուզականությունից, որը որ կարծում եմ ամենամեծ բնության հրաշքներից մեկն է։ Այդ հաղորդակցումը մեղեդու եւ բառի միջոցով։ Եվ այլևս 13 տարի երգչախումբը իր շատ այսպես
բարդ, սակայն լուսավոր ճանապարհն է անցնում։ Ինչ ամենակարևորն է։ Այո։ Պարոն Մելքումյան, ծրագրում ընդգրկված են հատուկ արար երգչախմբի համար գրված ստեղծագործություններ։ Այ հետաքրքիր է լսել ինչպես են ընթանում կամ ինչպես են ընթացել համագործակցությունները երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների հետ։ Պատմեմ, որ երգչախմբի երգացանք ընտրելը դա տաժանագիր աշխատանք է, տաժանագիր։ Տեսեք, հազարավոր հրատարակչություններ եւ հազարավոր կոմպոզիտորներ եւ ստեղծագործություններ ամբողջ աշխարհում եւ այդտեղ պետք է մեկը այս բարագայում երգչախմբի ղեկավարը այսպես հատիկ առ հատիկ ընտրի ստեղծագործություն։ Ես չգիտեմ այլևս ավելի բարդ ինչն են կյանքում ընտրում, որովհետեւ յուրաքանչյուր ստեղծագործություն պատմում է իմ երգչախմբի ողջ հոգեմտավոր կառույցի մասին։ Մեկ սիրտ, մեկ ուղեղ եւ ընտրություն դրանով կատարված։ Ավելի հեշտությամբ ենք ընտրում բառերը խոսելիս, բայց բավականին բարդ ստեղծագործությունները։ Իսկ երբ անդրադառնում ենք մեր հայ կոմպոզիտորներին, սա մեր այսպես երանելի զգացմունքների աշխարհն է, հատկապես ժամանակակիցներին։ Ես կուզենամ մի երկու անուն նշել, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչներից ցավոք սրտի շատ չունենք, բայց ովքեր կան եւ ստեղծագործում են, դրանք մեր դիմակիցն են ամբողջ աշխարհում ներկայանալու։ Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան, Երվանդ Երկանյան, Արզաս Ոսկանյան, Դավիթ Հալաջյան կան, սակայն այս համերգին ներկայացված են նշածս կոմպոզիտորները։ Մեզ համար մեծ պատիվ եւ ուրախություն է Երվանդ Երկանյանի հետ համագործակցությունը, ով մեզ համար գրել է Վահան Տերյանի խոսքերով մի չնաշխարհիկ շարք, չնաշխարհիկ պատմելու չի։ Նույնիսկ երբ լսում ենք, մի տեսակ չենք հավատում մեր օրերում նման մեղեդու արկայությունը։ Երկացանկում փաստորեն մենք կլսենք նաև գրական հիմքի վրա գրված ստեղծագործություններ։ Գրեթե բոլոր ստեղծագործությունները, մենք չենք ընտրում ստեղծագործություններ, որտեղ մեղեդին կարող ենք ասենք ինչ գեղեցիկ, ինչ հրաշալի, նույնիսկ մենք մեր պարագայում գեղեցիկ բառը մեղեդու նկատմամբ չենք կիրառում, մի քիչ գեղագիտական այլ պատկերացում ունենք, սակայն տեքստի նկատմամբ ընտրությունը դա մի առանձին կարելի է համերգը այն նոր ինձ այսպեսի մի գաղափար եկավ մի հատ առանձին որպես գրական տեքստ հնչեցնել, մի առանձին այդպես, չգիտեմ, գրական երեկո կստացվի եւ հետո առանձին նաեւ դրանց երաժշտական մարմնավորումները։ Այսինքն այդ տեքստերը առանձին մի աշխարհ են։ Ակամայց հարց է ծագում նախ հիմք ընդունելով երաժշտական տարբեր ոճերի ներկայացնել այդ օրը համերգային ծրագրի շրջանակներում, եթե համեմատական տանենք այսպես, ֆիլմում եւ թատրոնում շատ հաճախ դերերը դերասաններին տրվում է շատ հեշտ, որովհետեւ օրինակ հատուկ այս դերասանի համար գրվում է տվյալ կերպարը, բայց շատ հաճախ իհարկե երբ դերասանը բախվում է մի դժվար հաղթահարելի դերի, որ ինքն է ստիպված լինում փոխվել իր կատարած աշխատանքով եւ մտածողությամբ, դա ինձ թվում է կրկնակի հաճելի է արտիստի համար։ Այս դեպքում որքանով եք ճանաչում դուք ինքներդ ձեր արտիստներին եւ որքանով են երգերը հեշտ տրվում նրանց, որ ձեր ասացի համաձայն մի քիչ ներքինով դա մատուցել հանրության, այլ ոչ թե պարզապես տեխնիկապես տվյալներով։ Այո, մենք ստեղծագործություններ ունենք, որ ընտրվել են 10 տարի առաջ, չգիտեմ, 7 տարի առաջ եւ երգչախումբը չի կարողացել հաղթահարի։ Այսինքն մենք տեխնիկապես իրեն կարողանում ենք հաղթահարենք, բայց երաժշտության այդ գաղափարը, մեկնաբանումները, այդ մետաֆիզիկական աշխարհ անցնելու այդ ճանապարհը հաղթահարվում է ստեղծագործությունները պետք է հասունանան եւ նաեւ երգչախմբի արտիստները պետք է հասնեն ամբողջական ստեղծագործության կատարման այդ վիճակին։ Կան ստեղծագործություններ, որ բավականին հեշտ են տրվում, սակայն առավելաբար դժվարությամբ ենք կարողանում հաղթահարել, որովհետև նշաձողը շատ բարձր է դրված, շատ բարձր։ Ես չեմ խոսում տեխնիկական մասին, տեխնիկական մասով։ Այստեղ խնդիրը այդ հոգեմտավոր կառույցի մասին է։ Սա շատ կարևոր թեմա է, ըստիս, որովհետև դա յուրաքանչյուր արտիստի համար կարծում լայն հնարավորություն է նախ եւ առաջ ինքնաճանաչողության համար։ Ես մի այսպիսի բան կարող եմ պատմել մեր երգչախմբային գործունեության մասին։ Մենք պարզապես չենք հավաքվում երգելու համար։
նույնիսկ մի հետաքրքիր այսպես դրվագ ունենք, երբ մեզ համար ունենք մեր բառարանը, այսինքն որևէ փորձի կարող է հնչել մի որևէ բառ, որը որ պետք է տեղ գտնի Արար երգչախմբի բառարանում, մի որևէ գաղափար, որով ճանաչելի է մեր աշխարհը, մեր երաժշտական, մեր գեղագիտական աշխարհը, եւ մենք անverջ լայնացնում ենք մեր ընկալումները, որովհետեւ որքան լայնանում է մեր աշխարհընկալումը, այնքան մեր ստեղծագործությունները ավելի ընդգրկուն են դառնում իրենց գաղափարական կողմով։ Այդպես այս մեծ անսահման աշխարհում մարդիկ ստեղծել են իրենց աշխարհը։ Այո։ Շնորհակալ ենք ձեզ առավոտը մեզ հետ արվեստով լի սկսելու համար, այս հետաքրքիր զրույցի համար եւ խոսենք մի փոքր նորություններից, չէ՞, ինչ նորություններ մենք սպասենք Արար երգչախմբից։ Անպայման նորություններով գնանք դեպի ամփոփում եւ հասկանանք ի վերջո այդ նորությունների շարքում իրենց տեղը գտել են նաեւ ջազային ստեղծագործությունները, որովհետեւ այդ դուք խոսում եք, ես իսկապես հասկանում եմ, որ հոգու ներդաշնակություն է ձեր երգչախմբում տիրում, առաջնահերթությունը տալիս եք ներսին, հա, սրտին, հոգուն, զգացողություններին, ապրումներին, բայց ջազը արդեն գալիս է քիչ ուրիշ ռիթմ եւ տրամադրություն փոխանցելու։ Այս նորությունների շարքը ամփոփենք եւ հասկանանք նաեւ գալիք ծրագրերի մասին ինչ ունեք։ Այո, նորություններից, քանի որ երգչախմբը որևէ ծրագրի պատրաստվում են նույնիսկ տարիներով, այսպես պատրաստվում ենք, մենք ապագայում կունենանք մի շատ բարդ եւ բարձրաշխարհիկ համերգ, չեմ վախենում ասել։ Այստեղ Երևանում։ Այո, Երևանում, դա ուրեմն ավստրիացի մի փառահեղ 20-րդ դարի գրող Ռայներ Մարիա Ռիլկեի տեքստերով գրված ստեղծագործությունների մասին է խոսքը։ Իրապես չեղած բանի մասին եմ ես խոսում եւ սա մի բարդ խորունկ մի բան է, ով ճանաչում է Ռիլկեին, նաև կարող է ենթադրել, թե ինչի մասին է խոսքը։ Մենք ապագայում նաև կունենանք սրա մասին էլ կուզենամ կարճ նշել Կիլիկյան երաժշտությանը նվիրված համերգ, որը մեզ կտանի դեպի Կիլիկյան ուրեմն ժամանակաշրջան եւ այնտեղ հնչած մեր երաժշտությունը։ Իսկ անդրադառնալով ջազային ստեղծագործություններին, քանի որ ջազային սահմաններն էլ որևէ կերպ այսպես նշված չեն, թե այստեղից անցանք դասականին եւ ջազայինին, այս համերգին ընտրված է լոկ մեկ ստեղծագործություն, որը պարզապես դասականի ջազի բլյուզի արանքում ընկած մի հետաքրքիր միքս է, այո, դա բացառիկ նուրբ ստեղծագործություն է մի կոմպոզիտորի մասին, ով երկրորդ համաշխարհայինի ժամանակ տեղափոխվում է Նյու Յորք եւ այնտեղ ստեղծում է այդ փոքրիկ մի դրվագը, որը պատկերացում է տալիս ջազային արվեստի ուղղակի բարձրունքների մասին, այսպես նշեմ։ Շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք այս հետաքրքիր զրույցի համար։ Արվեստով լի առավոտ մենք սկսեցինք, շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Հաճելի էր անձնապես ձեզ հետ ծանոթանալը, օրվա լավ շարունակություն, հաջող համերգ թող լինի, բազում հանդիսատես ու լիքը ծափարություններ։